Հրապարակում օբյեկտիվ լրատվություն իրազեկ աղբյուրից։ Արտադրված է Հայաստանում խորագրի ներքո այս անգամ ներկայացնելու ենք նոր սերնդի ժամագործների, երիտասարդներ, ովքեր իրենց պատկերացումները գործի են վերածել։ Հիշեցնեմ, սա գովազդ չէ։ Արտադրված է Հայաստանում խորագրի ներքո մենք ներկայացնում ենք բիզնեսի մարդկանց, նրանց հաջողությունները, խնդիրները ու նաև այն, ինչ այսօր արտադրվում է Made in Armenia պիտակով։ Արտադրված է Հայաստանում առանց լրագրողական մեկնաբանությունների։ Ինչից են դառնում ժամացույց կոնկրետ տվյալ պարագայում։ Նույնիսկ եթե տեսնում եք թափոններ են, որոնք օգտագործվել են կահույքի արտադրամասում, հիմա իրանք իրականում ոչ մի բանի պիտանի չեն։ Եթե նայեք փայտին, ինքը ունի անհարթ մակերես, առաջին գործողությունը կոնկրետ այս հաստոցով կատարվում է փայտի հարթ մակերեսի բերմանը։ Որոշ մի ամեն ինչ օրինական բան, որ գրանցված հարկային դաշտ ամեն ինչ, ասեմ որ բավականին դժվար է, որովհետև Հայաստանի պրակտիկայում ասենք մարդիկ գործ են անում մի տարի, երկու տարի հետո նոր գրանցում են, նոր սկսում են հարկեր վճարել։ Անուշ, Մարիամ, Անուշի նուն, Մարիամիրին միացրեցինք իրար, Նուրի։ Մեր մոտ հիմա 5 աշխատող է, ամենամեծը երևի ես եմ 24 տարեկան, բացառապես երիտասարդներն ինձ թվում է հետաքրքիր է, որ մենք իրար հետ ենք սովորել, մենք իրար հետ ենք առաջ գնալու։ Շուկայի փոքր լինելու պատճառով ժամանակ չէր կարող քանակ սպառել, հետո որ եկամուտը քիչ է, աշխատավարձման շատ հարցեր կան։ Դրա համար հիմա մենք շեշտը դրել ենք արտահանման վրա, արդեն արտահանում ենք Լյուքսեմբուրգ ու Բելգիա։ Տեսնում եք այն տախտակը, չմշակված տեսքից ինչ դարձավ, սա արդեն ժամացույցի հիմքն է, որի վրա կատարվել են հետագա աշխատանքները։ Ժամը ստեղծելուց առաջ ինչ որ համացանցը փորփրում ենք, տեսնում ենք ինչեր կան, ինչեր չկան, կարևոր պայման է մեր մոտ, որ հանկարծ չստեղծվի նենց բան, որ կա։ Սա արդեն ակցենտը գնում է դիզայնի վրա, մարդիկ հավանում են, որովհետև իրենք օրիգինալ ժամացույցներն ու չեն կրկնվում։ Աշխատում ենք, ինչի հետ կարողանում ենք, եթե տեսնեք ինչ-որ բոլտերով, ինչ-որ ավտոմեքենաների մասերով, այստեղ մեխերով տարբերակներ ունենք։ Հետագայում մենք որոշել ենք շատ մեծ գրուպ դառնանք, կահույք, հոմ դեկոր, աքսեսուարներ, garden design, ու մենք մինչև ինտերիեր շինարարություն, ճարտարապետություն։ Այսքանը հիշեցնեմ միայն, որ մեր հաղորդումները ամենուրբաթ են Հանրայինի եթերում։ Հետևեք մեզ նաև համացանցում։